Չնայած քաղաքային իշխանությունները վստահեցնում են, որ կարևորում են Երևանի բակերում ֆուտբոլի դաշտերի կառուցումը, նշում, որ իրենց օրոք այս ուղղությամբ նախադեպ աշխատանք է կատարվել, այսուամենայնիվ բնակիչները հաճախ դժգոհում են, որ բացումից կարճ ժամանակ անց դաշտերը հայտնվում են անբարեկարգ վիճակում, որտեղ ֆուտբոլ խաղալը պարզապես անհնար։ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 15-ին ասուլիսում հայտնել էր, որ նախորդ տարի 2024 թվականին բարեկարգել են 132 բակ, կառուցել ֆուտբոլի 60 դաշտ, իսկ այս տարի աշխատանքներ են իրականացնում ևս 115 բակերում։ Օրագիր Նյուզը Երևանի քաղաքապետարանից խնդրել էր Երևանում նախորդ տարի կառուցված 60 դաշտերի հասցեն, որը ստանալուց հետո այսօր այցելեց Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան տեղում իրավիճակին ծանոթանալու համար։ Մեր առաջին կանգառը Բաբաջանյան 91-93 շենքերի բակում էր։ Բնակիչները նշում էին, որ ֆուտբոլի դաշտը տարիներ առաջ կառուցել է ֆրանսիացի ֆուտբոլիստ Միշել Պլատինիի հովանավորությամբ եւ նախկինում կրում էր նրա անունը, սակայն վերակառուցումից հետո դաշտից նրա անունը կրող ցուցանակը հեռացվել է։ Ավելին, ըստ բնակիչների, վերակառուցումից հետո դաշտի դռները տեղափոխվել են սխալ հատված, խանգարելով մարդկանց ազատ տեղաշարժին։ Բացի այդ, բասկետբոլի օղակների ցանցերը անորակ թելից են պատրաստվել։ Դրանք արագ պոկվել են, իսկ երեխաների ցանցերից կախվելու հետևանքով օղակների ձևը ամբողջությամբ փոխվել է։ Ինատո դրին ստեղ, վերևի բակում էլ բանում է, կողքերն է դրած, էլի բիսեդքի կողքը։ Ոնց որ ինատո անեն ժողովրդին հանեն ոտի։ Դա այն անկյունի վրա թո սարքեն դուռը։ Մի հատ ընդ, որ երեխեքը դուրս գան միանգամից պուլպուլա կնա։ Այս դռները տեղափոխեք, այն անկյունները, всё ուրիշ ոչ մի բան, մնացածը նորմալ է։ Երեխեքը խաղում են, շատ լավ է։ Ուղղակի դռները մեր ուզածով չարեցին, всё։ Բաբաջանյան 115-117 շենքերի բակում իրավիճակը համեմատաբար բարվոք էր։ Բնակիչների խոսքով այսօր առավոտյան աշխատակիցները եկել էին եւ զոդման միջոցով երկու պոկված ճաղերը ամրացրել, որոնք ըստ նրանց վնասել էին երեխաների գնդակների հարվածների հետևանքով։ Սակայն դաշտի ցանցերը, ինչպես կենտրոն վարչական շրջանի երկու դաշտերում, նույն կերպ մաշված, պատրված եւ քրքրված էին։ Այս անցած տարի է կառուցվել, շատ լավ եղավ, երեխեքը շատ լավ խաղում են, լուսավորությունն էլ կա, մի բան որ պոկվում է, ասենք այս ծողերը, որած ատեղյակ ենք պահում, գալիս ենք ակրած, այսօր եկել են, պոկվածները վերանորոգել են, գնացել են, այս տաղավարը բերին փոխեցին, մի 10 քանի տարի էր են փայտերով լինի ֆուտբոլ որ կար, այդ դաշտից էր, խոտածածկով, են արեստական, բերեցին այս ռեզինն են բերե, հիմա նրա մաշվել էր, բան էր եղել, սրա վրա երեխեքը են գնում են, չեն վնասվում, բան չեն անում, նաև ունեն վոլեյբոլի տեղ կապում են, մեծերն են խաղում։ Բաբաջանյան 32 շենքի դիմացի դաշտում էլ կրկին բացակայում էին ցանցերը, իսկ ճաղերից մեկը պոկված էր։ Ամենաանմխիթար պատկերը Բաբաջանյան 47 շենքի բակում էր։ Չնայած դաշտը համարվում էր վերանորոգված, Օրագիր Նյուզի նկարահանող խումբը ականատես եղավ բոլորովին այլ իրականության։ Ժանկոտացին մաշված դաշտ, առանց նոր մետաղական ճաղերի։ Բնակիչներից մեկը, ով չցանկացավ խոսել տեսախցիկի առջև, նշեց, որ դաշտը կառուցվել է շուրջ 5 տարի առաջ բնակիչների սեփական միջոցներով։ Բաբաջանյան 89 շենքի բակում գտնվող դաշտը ևս անբարեկարգ վիճակում էր, թեպետ այն ընդգրկված չէր քաղաքապետարանից մեզ հասած դաշտերի ցուցակում, այնուամենայնիվ այնտեղ խաղացող երեխաները հայտնեցին, որ դաշտը կառուցվել է ընդամենը 2 տարի առաջ, սակայն արդեն գտնվում է անմխիթար վիճակում։